Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, ես ևս ուզում եմ անդրադառնալ ձեր գլխավորած պատվիրակության Վրաստանյան այցելությանը, դուք ինձ նոր եք վերադարձել թարմ տպավորություններով, ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո բոլորովին նոր իրավիճակ առաջացավ մեր տարածաշրջանում եւ նախկին հարաբերությունները տարածաշրջանի, որ բնութագրվում էին Վրաստանում, թոթափում են այն մտահոգությունը, որ TRIP ծրագրի իրականացման պարագայում կարող է Վրաստանի տարանցման դերը նվազել, ինչը այսօր փորձագիտական, անգամ կառավարական մակարդակներով քննարկվում է եւ դա բավականին խնդրահարույց է ըստ երևույթին Վրաստանի համար, մինչդեռ մեր կարծիքով չի կարող այդպիսի բան լինել եւ տարածաշրջանացումը հենց այն գործոնն է լինելու, որտեղ բոլորը ունենալու են կարևոր դերակատարում եւ կարևոր գործառույթներ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան հարցի համար։ Նախ ուզում եմ ասել, որ Վրաստանի գործընկերներին մանրամասն եւ ամբողջական տեղեկատվություն ենք փոխանցել, ինչ է տեղի ունենում TRIP նախագծի իրագործման համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, տարածաշրջանային իրավիճակի հետ կապված մեր գնահատականն ենք կիսել նրանց հետ եւ գիտեք, ես կարծում եմ, որ կա դիտանկյունի հարց։ Եթե մենք վերցնենք նեղ գծերի տրամաբանությամբ, պատկերը այլ է, եթե մենք վերցնենք տարածաշրջանի տրամաբանությամբ, պատկերը այլ է։ Որովհետև եթե շատ նեղ գծերի տրամաբանությամբ վերցնենք, երբեմն նույնիսկ Հայաստանի ներսում այդպիսի ընկալում կարող է լինել, թե ասենք օրինակ, բանի TRIP նախագծի իրագործումը եւ երկաթուղու բացումը Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վրա ինչպիսի նեգատիվ ազդեցություն կարող է ունենալ։ Բայց իրականում ես նկատի ունեմ, որ տեսեք, մենք ինչի մասին ենք խոսում, ինչ ենք քննարկում, որ խոսքը վերաբերվում է արևելքից արևմուտք, մասնավորապես Չինաստանից դեպի Եվրամիություն եւ հակառակի ուղղությամբ տրիլիոնների ապրանքի վերաբերյալ։ Եթե մենք տարածաշրջանում 20 հատ երկաթուղի զուգահեռ բացենք 20 հատ էլ ճանապարհ, մեկը չի հերիքի սպասարկելու այդ ամբողջ բեռնափոխադրումը։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը այս հնարավորությունը նայեն որպես ընդհանուր հնարավորություն, որովհետև մեզ պետք չի մենք մտածել, որ վայ, ես մի բեռնատարը բա որ ուրիշ երկրով անցնի, մենք $50 կկորցնենք։ Մեզ պետք է ասել, որ եթե հազարավոր, տասնյակ հազարավոր տոննաների, միլիոնավոր տոննաների բեռները, որոնք հիմա ճանապարհ են փնտրում, թե որտեղով կարող են գնալ, դա հարց է։ Որտեղ եթե մենք մի բեռնատարի մասշտաբով ենք մտածում, հա պետք է մտածենք այդ մի բեռնատարի $50 շահույթը բա հիմա ում է հասնելու, բայց եթե մենք մտածում ենք տասնյակ հազարավոր բեռնատարների մասին, այնտեղ արդեն իրադրության ընկալումը փոխվում է, որովհետև երկրներից որևէ մեկը միևնույնն չի կարողանալու սպասարկել այդ հոսքը։ Մենք իրար օգնությունը պետք է խնդրենք, որ մեր մոտ հերթ չառաջանա իրանց մոտ, որովհետև ամեն հերթը նեգատիվ ազդակ է մյուսներին տալիս, որ ստեղով երևի ճիշտ չի գալ ուրիշ ճանապարհ փնտրենք։ Արձագանք։ Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, ակնհայտ է, որ տարածաշրջանացումը հենց նաև դրա մեջ է դիտարկվում, որ փոխհամագործակցությամբ այո կարողանանք ապահովել կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա հսկայական ծավալով ապրանքների տարանցումը։ Ես մի փոքր հիմա ուզում եմ գալ դեպի ներքին քաղաքականություն, ակնհայտ է, որ օգոստոսի 8-ից հետո 2025 թվականի ներսում էլ մտածողության
հստակ փոփոխություն տեղի ունեցավ մեր հանրության մեջ եւ իմ գնահատմամբ գոյաբանական անվտանգային խնդիրները մղվեցին հետին պլան եւ այսօր մարդիկ, մեր սիրելի քաղաքացիները, նաեւ ձեր հետ կենթանի շփումներում, որ հետևում ենք, ակնհայտ առաջ են քաշում իրենց հետաքրքրող այլ հարցեր կենցաղային, իրենց կյանքին, կենսամագարտակին առնչվող խնդիրներ եւ մարդիկ վստահում են մեր դիվանագությանը, մեր պաշտպանական քաղաքականությանը եւ կառավարության գործունեությանը, այսպիսով գոյաբանական սարսուռ հարուցող հարցը մղելով հետին բլան։ Դուք այդպիսի ընկալումներ, այդպիսի դիտարկումներ ունեք հանրության հետ շփումներում, շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, իհարկե ակնհայտ է եւ մենք արձանագրել ենք դեռ 2025 թվականի օգոստոսին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ Հայաստանի շուրջ խաղաղությունը հաստատված։ Այդտեղ երկրորդ կարծիքը չի կարող լինել, բայց նաեւ մենք պետք է հասկանանք եւ տարածաշրջանում տեղի ունեցողը, այդ թվում մեզ պետք է հուշի, որ եթե հոգ չի տարվում, խնամքի չի ենթարկվում խաղաղությունը եւ կայունությունը, օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսինքն այդ բառը, որ ես անընդհատ այդ արտահայտությունը, որ դժվարություն ունեմ հայերեն թարգմանելու, անգլերեն, որ այսպիսի արտահայտություն կա, don't take it for granted։ Այսինքն որպես պետք է մտածել, հա? Հա, որ տենցել պտի իլներ, հա, բա տենցել պտի իլներ, տենց ընդհակառակը, եթե ուշադիր ենք եղել մեր դահլիճի այս հատվածի կանխատեսումներով, ընդհակառակ ուրիշ լրիվ հակառակը պետք է լիներ, որովհետև հիմա իրանք ասում են, ինչ եք պերաշկի ուտում, որովհետև իրանք հաշվարկով մենք պիտի բունկերներից սենց վախենայինք դուրս գալ։ Չէ, դե այդ կամ էլ լավ բունկերներից պետք է հիմա այդ իրանց համար մեծ սենսացիա է, որ մենք պերաշկ ենք ուտում, որովհետև մի տարի առաջվա, 2 տարի առաջվա իրանց կանխատեսումները որ լսեինք, մենք կամ պետքա չլնենք, կամ ծայրահեղ դեպքում հիմա օնլայն ռեժիմով պետքա նիստ լներ, ազգային ժողովը ուրիշ բունկերում, կառավարությունը ընդ որում հնարավորինս ցակ ու ցրիվ, հիմա մենք բան ենք, կարկանդակ ենք ուտում եւ մենք ինչքան կարկանդակ ենք ուտում, իրանց քաղաքական բանը վստահելիությունը փլուզվում է։ Իրանց խնդիրը ու կարկանդակը չի, ոչ էլ տարածաշրջանն է, իրանց խնդիրը իրանք են, որ խորհրդային չեն անցնելու, հասկանում եք։